Եվրամիության արտաքին գործերի նախարարները եւ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնել են Ուկրաինա, Լվով նշելու Եվրոպայի օրը։ Մենք ընտանիք ենք, ուստի կիսում ենք եւ ուրախությունը եւ դժվարությունները, միասնական ենք հանուն երկարատև խաղաղության եւ ապագայի, որին հավատում ենք, գրել է Կալասը X-ի էջում։ Ավելի վաղ Կալասը հայտարարել էր, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները մայիսի 9-ին Ուկրաինա այցի ժամանակ կհայտարարեն զենքի արտադրության համար Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի աջակցություն հատկացնելու մասին։ ԱՄՆ փոխնախագահն անդրադարձել է ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը Ջեյ Վենսի խոսքով Մոսկվան բանակցություններում ողջամտության սահմաններից դուրս բաներ է պահանջում։ Ռուսաստանը չի կարող ստանալ տարածքներ, որոնք նույնիսկ չի գրավել, հավելել է պաշտոնյան։ Միևնույն ժամանակ Վենսը հավատացրել է, դիվանագիտական որոշակի առաջընթաց կա։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակվում են, այս մասին էլ Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը կոչ է արել առնվազն 30-օրյա անվերապահ հրադադար հաստատել եւ հավատարիմ լինել ուղիղ բանակցություններին։ Եթե կողմերը չհարգեն հրադադարը, Միացյալ Նահանգները եւ նրա գործընկերները լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանեն։ Ես եւ եվրոպացիները հավատարիմ կմնանք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության ապահովմանը եւ դա կլինի երկարատև խաղաղություն, գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Լրագրողների հետ հանդիպմանն էլ Թրամփը չի բացառել, որ կարող է խնդրել Պեկինին օգնել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցում։ ԱՄՆ նախագահը նաեւ հնարավոր է համարել, որ Չինաստանի դեմ սահմանված ամերիկյան մաքսատուրքերը կնվազեցվեն։ Թրամփը նաև հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ, Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները քննարկել են Կիևի կողմից հազվագյուտ հանածոների մասին պայմանագրի վավերացումը եւ խաղաղությանն ուղղված հետագա ջանքերը։ Զելենսկին կրկնել է, Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի եւ ակնկալում է, որ Մոսկվան կհամաձայնվի այդ առաջարկին։ Կիևը պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափով, սակայն դրա համար Ռուսաստանը պետք է ցույց տա, որ լուրջ է տրամադրված պատերազմը դադարեցնելու հարցում, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կանցլերի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահի հետ։ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով Մերցը վստահեցրել է Դոնալդ Թրամփին, որ մտադիր է աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերին։ Բեռլինը Վաշինգտոնի անփոխարինելի բարեկամն ու գործընկերն է, նախագահ Թրամփը եւ կանցլեր Մերցը համաձայնել են սերտ գործակցություն վարել, հայտնում է գերմանական կողմը։ Նշվում է, որ Թրամփն էլ խոստացել է աջակցել Բեռլինի ջանքերին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ եվրոպական այլ գործընկերների հետ հասնելու Ուկրաինայում երկարատև խաղաղության։ Նաև Մերցը եւ Թրամփը հաստատել են, որ մտադիր են հնարավորինս արագ լուծելու առևտրային տարաձայնությունները։ Պաշտոնյաները պայմանավորվել են փոխադարձ այցելություններ կատարել Գերմանիա եւ Միացյալ Նահանգներ։ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցինփինը երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ռուսական կողմը հաստատել է խաղաղության բանակցություններ սկսելու պատրաստակամությունը, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության տվյալով Կրեմլի ղեկավարի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Պեկինը հանդես է գալիս գլոբալ անվտանգության համատեղ, համապարփակ եւ կայուն հայեցակարգի օգտին։ Սին համոզմունք է հայտնել, որ պետք է հաշվի առնվեն բոլոր երկրների անվտանգային շահերը եւ ռուս-ուկրաինական ճգնաժամի բուն պատճառները։ Պեկինը հուսով է, որ Մոսկվան եւ Կիևը կհասնեն փոխընդունելի համաձայնության, շեշտել է Չինաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինը հավատացրել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության բանակցություններ սկսել առանց նախապայմանների։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի արդար եւ երկարատև խաղաղության համաձայնագիր կնքել։ Հատկանշական է, որ Պուտին-Սի հանդիպման արդյունքներով Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ հիշատակում չկա, որ նախագահները քննարկել են Ուկրաինայում պատերազմը։ Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը մայիսի 9-ի գիշերը հարվածներ է հասցրել արևմտյան սահմանի ամբողջ երկայնքով։ Հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել են Ջամու եւ Քաշմիրում գտնվող ռազմաբազաները։ Նշվում է, որ սպառնալիքը չեզոքացվել է, զոհեր չկան։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է, երկրի ուժերը պատրաստ են եւ կպաշտպանեն Հնդկաստանի ինքնիշխանությունը եւ ժողովրդի անվտանգությունը։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալով Ջամուի օդանավակայանում պայթյուններ են որոտացել, էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։ Հնդկական ԶԼՄ-ները գրում են, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերն էլի պատասխան հարվածներ են հասցրել Պակիստանում գտնվող մի շարք թիրախների։ Պակիստանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է, եթե ԱԹՍ-ների հարվածները շարունակվեն, Հնդկաստանի վրա հարձակումն ավելի ու ավելի հավանական կդառնա։ Նրա կարծիքով հակամարտությունը փակուղի է մտնում։ Դիանա Գասպարյան, լուրեր։